Բարևձեզ, Վարդան Վարդանյան, VV Talks։ Կարծես թե Պուտինի գաղտնի ցանկություններ իրականացան, սարկազմով եմ ասում, անընդհատ ձև էր գտնում բոլոր Թրամփի առաջարկությունները մերժելու։ Տեսանք ամեն այդպես եղավ։ Պիտի վերջապես համաձայնվել էր հանդիպել Հունգարիայում երկար բանակցություններից հետո։ Իհարկե բոլորը ասում էին, թե Հունգարիա ոնց է գնալու, ինչ ճանապարհով պիտի թռնի, որ չանցնի որևէ ՆԱՏՕ-ի երկրի վրայով կամ ինչ-որ ինչի չեցնեն հանգարց դատարան ուղարկեն։ Ամենայն դեպս մեծ կասկածներ կար պիտի լինի այդպիսի հանդիպում, թե չի պիտի լինի։ Եվ կարողացան այդ հանդիպման բոլոր պլանները չեղել համարել։ Ինչպես եղավ, Թրամփը Վիտկոֆին ուղարկեց Պաղեստին, Իսրայել, այնտեղ այդ Պաղեստինյան Գազայի եւ Իսրայելի խնդիրները լուծելու։ Իդեպ Վիտկոֆը այդ մարդն է, որ անընդհատ սխալ է հասկանում ռուսական ասածները, որոնք երբ որ լավ խոսում են քաղաքավարի բառերով, իրենց թվում է, որ սա նշանակում է համաձայնվել են, հա, ինքը քանի երկու անգամ սկսած Ալեսկայից եւ դրանից առաջ այդ սխալը գործել, այն դեպքում, երբ որ իրականում ոչ մի տես բան չկա եւ ոչ մեկ էլ չէր պատրաստվում որևէ բանի համաձայնվել։ Ամենայն դեպս, ինչ Վիտկոֆը ճանապարհին դուրս եկավ, իհարկե այս գործով սկսեց զբաղվել արդեն արտգործնախարար եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռուբիոն, ինչպես գիտեք, ինքը երկու պաշտոններ զբաղեցնում է այս րոպեին, եւ Ռուբիոն ինչ որ լինի, ամենադեպս ինքը պրեզիդենտի ոնց ասում են բանը չի, բանագնացը չի, ուրեմն խոսում է Լավրովի հետ, եւ Լավրովի իրան եւ բանավոր եւ գրավոր բավական կոպիտ ծավի նորից պատասխանեց, որ մեր դիրքը չենք փոխում, մենք ուզում ենք ամեն ինչ որ ասել ենք, ոչ մի կոմպրոմիսի տեղ չկա, դուք պետք է համաձայնվեք, հաշվի, երբ որ ռուսները ասում են պետք է շատ լավ խոսանք եւ դուք միայն հաշվի առեք մեր շահերը, մեր անվտանգության խնդիրները եւ այլն, ոչ չի նշանակում, որ այստեղ կարող ենք ինչ-որ կոմպրոմիսներ անենք, մի քիչ մենք տեղի գտանք, մի քիչ դուք դա չի նշանակում իրենց մոտ, ասում են պետք է խոսանք, բանակցենք, բանակցելու բան չկա, բանակցում ես ինչ, որտեղ դու նորից լսում ես, թե իրանք ինչ են պահանջում ու դու պիտի կատարես, երբ որ չես անում, դու փիսն ես, դու բանակցությունները ինքդ խափանեցիր։ Այս ռուսական բան, դա երկը Ռուբիոն սրանով չսխափի, Ռուբիոն նոր մեկը չի, ասենք ինքը նախկին անշարժ գույքի վաճառական չի Նյու Յորքից, ինքը փորձառություն ունի, սենատոր է եղել երկար ժամանակ արտաքին գործերի հարաբերությունների կոմիտեի նախագահ է եղել եւ այլն, այսինքն իրան դժվար է խաբել։ Մի խոսքով Ռուբիոն շուր եկավ, ասեց Թրամփին, որ սենց է այս մարդիկ, Թրամփը չխայնացավ, նորից խաղացնում են, նորից ինձ էսպես, ասեց չեմ գնում Հունգարիա։ Եվ դուրս եկավ հայտարարեց, դու պարզ է, որ ռուսներն այդ չէին ուզում որ դա լինի, բայց այնպես եղավ, որ Թրամփի լեզվով այդպես ասվեց, փաստորեն, որ Թրամփը ասեց չեմ ուզում։ Երկու իմաստով դա լավ էր, որ իրենց մեղքը չի Թրամփը արեց, երկրորդ իմաստով, որ Թրամփը իրեն ավելի լավ զգաց, որ ինքը ուրեմն ասեց չեմ գալիս այնտեղ, քանի որ ոչ մի իմաստ չունի կամ այնտեղ ինչ անեմ, եթե դուք չեք պատրաստվում որևէ հարցում իրապես գնաք որևէ կոմպրոմիսների, հա, այսինքն որևէ արևտուրի, բարձ ասած իր արևտրական լեզվով ասած, հա, մի բան դու պիտի դաս, մի բան ես պիտի տեղի տամ ասեն քեզ համաձայնվեմ, բայց դուք միշտ նույն բանն եք կրկնում, ես նույն պատմությունը չեմ ուզում լսեմ ռուսական, ուկրաինական ազգերի ցակման եւ այլն։ Այս բաները իր մոտ արդեն ջղացություններ են առաջացնում միտեղ։ Իհարկե դրա հետևանքներից մեկը նաեւ եղավ, որ հենց որ դա եղավ, Պուտինը նորից միջուկային ձեռքերի ինչ-որ բաներ հայտարարեց, տրեյնինգներ հայտարարեց, լրիվ թատրոն, հեռուստացույցի վրա նորից ինքը Գերասիմովին ինչ-որ խոսք է տալիս, նա ինչ-որ զեկուցում է, հետո ինքը ինչ-որ կոճակ է սեղմում, պիտի տրնի, լրիվ թատրոն, ամսի 21-ին անում հոկտեմբերի, եւ ոնց որ դե որ դու չես գալիս խոսում, դե մենք էլ պատրաստվում ենք միջուկային պատերազմի։ Ու ոնց պիտի լիներ, որ արևմուտքը իր սկում պիտի վախենար եւ այսպես ծնկաչոք պիտի մոտենար, ասեր չէ, լավ, համաձայն ենք, ինչ ուզում ես։ Այդ չեղավ։ Սա իհարկե
կարծես լավ համընկնեց, բայց այդ ընթացքում ուրեմն հաջորդ օրը Միացյալ Նահանգները եւ ամբողջ ՆԱՏՕ-ի դեպ առանձին իհարկե, ՆԱՏՕ-ի երկրները Եվրոպայում սկսեցին անել իրենց ուրեմն ռազմախաղերը ստրատեգիական զորքերի, հա, strategic command-ը սկսեց իր միջուկային ուրեմն բոլոր սիստեմները տրիադան են, որ ասում են ցամաքային, օդային եւ ծովային միջուկային ամբողջ բաները փորձարկել այդ խաղը խաղալ, թե ով ինչ պիանի, ինչպես պիտի միջուկային պատերազմի դեպքում ինչ պետք է արվի եւ նույնիսկ եթե հանգարց ինչ որ ձևով ռուսներին հաջողվի կամ որևէ շնամուն պոտենցիալ չինացիներին կապ չունի իրենց կապը սպիտակ տան հետ խզվի կամ Պենտագոնի հետ իրենք ինչ միջոցներ պիտի ձեռնարկեն առանց մեծ թատրոնի հերոստատիվ դրա մասին չեն խոսում իդեպ ասեմ սա տարին երկու անգամ անում իրենք ուղղակի այս անգամ շատ լավ համընկնեց հաջորդ օրը Պուտինի այդ թատրոնից հետո իրենց եւ սա ավելի մեծածավալ իհարկե ավելի լուրջ այսպես ռազմախաղեր են քան թե ինչ որ նրանք են անում բայց ամենանդեպս սա էսպես եղավ ուրիշ բան ավելի կարևոր եղավ որ իհարկե խոսք էր գնում երկար ժամանակ հիշում եք որ թե արդյոք պիտի թույլ տան Ուկրաինային հրթիռներով խփել Ռուսաստանի խորքը, ասենք որ օբյեկտներին կարելի է խփել, որ ինչի կարելի դա պետք է սկզբում դա Թրամփը պիտի թույլ տար, միշտ ասում էր, չէ, Մոսկվային չի կարելի խփել օրինակի համար եւ այլն, այսպիսի բաներ։ Հետո դա անցավ Վենսին, այդ վայս պրեզիդենտի ոնց որ բանի տակ մտավ եւ վերջին նորությունն ինչ էր որ դա արդեն վայս պրեզիդենտից Վենսից վերցեցին եւ թռնելով ուրեմն պաշտպանության նախարարի գլխի վրայով միանգամից այդ իրավունքը որոշելու թիրախները Ռուսաստանում որևէ տեղ խորքում կամ եւ այլն ամերիկյան գեներալին որը նստած է Եվրոպայում այսինքն ՆԱՏՕ-ի հրամանատարն է հիմա սա արդեն մեծ փոփոխություն է այն իմաստով որ երբ որ դու մտածում ես որ իրավիճակը շատ լուրջ է լարված է եւ կարող է պատահի հանգարց սկսվի միջուկային պատերազմի վայրում ընդհանրապես այսպիսի որոշումները չես թողնում գեներալներին, հա միշտ մտածում են մի խելառ գեներալ մի բան կանի հանգարց։ Սա ավելի շուտ հավաքում է սպիտակտում պրեզիդենտի ձեռքի մեջ եւ որպեսզի բոլոր հարցերը քննարկելուց հետո ինքը որոշում ունի, ոչ թե թողնում ես ինչ որ մեկին։ Այն ագամակը որ ամերիկացիները այս որոշումները թիրախավորման բոլորը արդեն կար բարձր որ Պենտագոնում վերնում սպիտակնում չէր որոշում, բայց որ նաեւ թույլտվություն տաս խորքում ինչ որ բաների խփելու ստրատեգիական, հա, սա նորություն էր այդ իմաստով, որ այս բանը եղավ եւ դա ցույց է տալիս թե ինչքան արդեն մի կողմից չեն հավատում ռուսական այս ամբողջ հասկանում են որ բանաբանից անցել է երկրորդ հասկանում են որ լավ խոսալով ոչ բան չի լինում միջև չես ցավացնում այդ մարդկանց իրանք քեզ բավական չեն հարգում որ քեզ այդ լուրջ բանակցեն ասեն բանակցության տեղ չկա ինքը միայն պահանջ է ներկայացնում Սա էականում մեծ փոփոխություն է, չեն նկատում ընդհանրապես մարդիկ, բայց ես ստրուկտուրան իմանալով սա ասում եմ, որ կարևոր հանգամանք է, այսպես։ Մյուս բանը, որ եղավ իհարկե, by the way, ասեմ, որ պաշտպանության նախարարին այդ հեքսեթի վիճակը այնքան լավ չի, որ այն գեներալներին, որ հավաքել էր, դա շատ վատ տպավորություն թողած հենց գեներալների վրա, այսինքն ինքը դրանից ոչ թե իր նկատմամբ հարգանքը մեծացավ, այլ հակառակը փոքրացավ, եւ դա ընդհանրապես այդպես պիտի լիներ, երբ որ նախին նո հասկանալի է, բոլորը հասկանում են, որ քաղաքացիական դեմքը պետքա լինի Պենտագոնի մեծը, Ամերիկայում դա երբեք գեներալ չի, նույնիսկ եթե նախկին գեներալին ուզում նշանակեն կամ ինչ-որ գեներալի նա պիտի հրաժարվի գեներալական, այսինքն թե պիտի թոշակի գնա եւ ըստ օրենքի կարծեմ առնվազն մի տարի թե 2 տարի պիտի թոշակի գնացած լինի, հետո նոր իրեն նշանակեն նախարարի պաշտոնին, այս վերջի Բայդենի ժամանակվա մի հատ սև գեներալ կար ինքը ուրեմն Joint Chief Staff-ի նախագահներ եւ որպես բացառության կոնգրեսի թույլտվությամբ իր միանգամից թոշակից հետո նշանակեցին նախարար ոչ թե սպասեցին մի ամբողջ տարի կամ ինչպես պահանջում էր օրենքը դա բացառության կարգով այս բոլորը հասկանալով հանդերձ հաքսետի նկատմամբ ոչ թե որտեղ ինքը ծառայել է որպես ընդամենը միջև կապիտան եւ այլ իր
պահվածքը, այն դասախոսությունները, որ սկսեց կարդալ գեներալների գլխին, որ պետքա դուք չաղ չլինեք, չգիտեմ, պետք է կանայք նույն ստանդարտներով լինեն աշխատանքի մեջ, պահեն իրենց ստատուսը զինվորական եւ այլն, այս բոլորը ոչ մեկին պետք չէր բացատրել, բոլորը գիտեին եւ այդպես էլ անում էին, սա ինքը ցույց էր տալիս, որ ինքը լավ չի հասկանում այդ բոլոր բաները։ Լավ, կարևորը սա չի, վերադառնամ մի վարքյան Պուտինին եւ Տրամպի այս հարաբերություններին, որը այդ 180 աշճան շրջադարձը, որ կատարվեց Տրամպի գլխի մեջ, այդ ջղայնությունը, որին մոտ առաջացավ, դա այդ հենց այնպես չեղավ, իհարկե բնականաբար, եւ իրեն արդեն ոնց որ սկսեց ջղաձգել այն հագամակը, որ Պուտինը միշտ իր հետ խաղում է։ Այսինքն այդ բոլոր բաների վերջում մենակ կանգնած, որ ինչ էլ ասում ես, վերջում գալիս է նրան, որ այդ բոլորը շատ լավ է, բայց չեմ ուզում։ Դու պիտի կատարես մեր մաքսիմալիստական պահանջները, սրանք տալիս։ Բայց ինչի ենք հանդիպում, այսինքն։ Եթե այդպես է, դու մենակ ասում ես, որ ինչի ենք հանդիպում։ Հանդիպելու իմաստը ինչ է այստեղ, հա։ Համենայն դեպս ուրիշ բան էր ասում նաև Տրամպի վրա, այս պետք է հասկանալ, որ սա միայն Պուտինի հետ հարաբերությունների վիճակը չի։ Տրամպի վրա շատ ավելի ուժեղ է ազդում, ինքը նույն ձևի սիրահարված է, ճիշտ ասեմ, Պուտինի վրա, այն որ իր իսկ հետևորդները, այսպես կոչված մագան, որը երբեք էլ Պուտինի վրա նույն զգացմունքների չունեցել լրիվ, արդեն ջղայն մոտեցումը ցուցաբերում, այս ամբողջ Ուկրաինայի հետ կապված հարցերին, թե ինչու մենք օգնում ենք, մենք չենք օգնում, այն ինչ որ ասենք թե առաջի իր պրեզիդենտության ժամանակ իր հետևորդներից շատերն ասում են, հա, դա ճիշտ է ասում, պետք չի մենք փող ծախսենք ուրիշ երկրների համար, փողը մեզ համար պետք է ծախսենք, մեր երկիրը հարստացնենք, դրանք պարզապես ասում են, որ ժամանակն է, որ դու մեզ վրա մի քիչ փող ծախսես։ Բայց դա չէր նշանակում, որ դու պիտի թողնես, որ Պուտինը այնտեղ ինչ ուզում է անի։ Դա անընդունելի է, անընդունելի է վերջին հաշվով եւ եթե նայեք, ասենք սոցիոլոգիական հարցախուզներին 70% ավելի պրո-ուկրաինական են եւ սա ոչ թե ընդհանրապես է նաեւ իր հետևորդների մոտ այդպիսի բան գոյություն ունի։ Համենայն դեպս այս ուրեմն սենտիմենտը, որ գոյություն ունի շատերի մոտ, այստեղ նաև սկսեց ազդել նաև հենց Տրամպի վրա, այն բանկամոկով, որ նա պետք է հետևի վերջին հաշվով լսի իր հետևորդներին, վերջապես ընտրություններ են գալիս, ինքը թույլ չի կարող տա, որ լրիվ իր մեջ բան ունի։ Չմոռանանք, որ դրա հետ միասին իր հետևորդները շատերը արդեն շատ հիասթափված են, որովհետև այն, որ ասում էին մեզ վրա փող ծախսի, մեզ օգնի, դա չի նշանակում, որ դու արդեն ավելի վատ բաներ ես անում, օրինակի համար այս Տրամպի սկսած տարիֆների այս պատերազմը ստեղծեց վիճակ, որից հենց իր հետևորդներից շատերը, մանավանդ նրանք, որոնք աշխատում են, ասենք, թե ֆարմերներ են, այսինքն գյուղատնտեսական արտադրանքի վրա են նստած, նրանք շատ տուժվեցին, որտեվ օրինակի համար սոյայի արտադրողները, որ Չինաստանը էին ծախում համարյա 100%-ով, Չինաստանը պարզապես ասած դադարեց առնել, իսկ դադարեց առնել էկոնոմիկական պատճառներ կան, որ միայն թշնամական վերաբերմունքը չի, որտեղ եթե դու իմ ապրանքի վրա տարիֆ ես դնում, ես էլ քոնի վրա եմ դնում տարիֆ, քո ապրանքի գինների մոտ ավելանում, ես արդեն շահավետ չի, որ քեզանից առնեմ, կառնեմ այնտեղից, որտեղ այն երկրից, որտեղ այս տարիֆների հարց չկա եւ ես ավելի էժան գնով կառնեմ։ Խոսքով շատերը, այսինքն, իսկ եթե պատկերացրեք, որ ֆերմերները շատ բան չեն, ասեն, շատ, ոնց ասեմ, իրենց բարեկեցությունը կախված է ընդամենը միջև հաջորդ բերքը եւ հաջորդ կոնտրակտը։ Եթե դրանց բերքը ինչ-որ պատճառով եղանակի կամ ինչ-որ պատճառով չկարողացան հավաքեն, ուրեմն իրենք մնում են հսկայական պարտքերի տակ, այդ տեխնիկան, որ պետք է առնեն, այդ սերմերը, որ պետք է առնեն եւ այլն, այդ մասին չեմ ուզում խորանամ, բայց իրանց բարեկեցությունը իսկապես կախված է իրանց կոնտրակտների հետ։ Այդ որ վերացրեցիր, ինքը իրականում ինչ հարեցիր լավ։ Յանի մենք տարիներով լավ առևտուր էինք անում, Չինաստան էինք ծախում մեր ապրանքան։ Ուրիշ մի բան էլ եղավ, հիմա նույնիսկ սկսեցին արդեն ռեկլամներ հանել դրա մասին, դա կավբոյներն են, կոպիտ ասած, բիս արտադրողները։
որտեվ ինչպես Ամերիկայի լսողները գիտեն, այստեղ մուսիկները լավ բարձրացել են վերջին տարիներին մի փոքր ինչավ, վերջի ասեք 6 ամսվա ընթացքում, մի տարվա ընթացքում, բայց էլի շատ ավելի բարձր, քան թե ասեք առաջ էր։ Եվ Իրենք ասում են, որ եթե գինը բարձր է, ուրեմն հենց դա բարձր գինն էլ դա բուժումն է, այսպես ասած, որովհետև դա ստեղծում է հրապուրում է նոր արտադրողների, որոնք երբ որ սկսում են իրենք էլ արտադրել, քանակը առաջարկը մեծանում է շուկայում, գինը սկսում է անգնել։ Այս դիլիներ։ Իսկ այդ փոխանակ դրան սпасելու Թրամփը իբրև թե ինֆլյացիայի դեմ կռվելու նորից իրար քաղաքական նպատակների համար պետք եղավ ինքը փաստորեն բացեց շուկան Արգենտինայից միս բերելու այսինքն եւ ասաց որ օքեյ բերեք առանց բարձր այդ տարիֆները իրենց վրա չի դնում որպեսզի միսը կամ սիգինը իջնի որպեսզի ինքը ասի որ տես ես ինչ բան արեցի լավություն արեցի բայց այդ կաբոյների 99%-ը որ իրեն համար էին քվեարկել կաբոյը իհարկե բանով եմ ասում միս արտադրող մեծ կորպորեյշններ են ֆիրմաներ են ոչ թե կինոների նման կաբոյներ բայց դրանք բոլորը շատ մեծ հաստատություն ապրեցին ասում են ինչ եղավ շուկան մեր փաստորեն տվեց իր Արգենտինային Այս էլ ուրիշ բան, այսօր ասում օրինակներ են բերում, թե ինչու համար, ինչ ճնշումներ կան Թրամփի վրա։ Տվյալ դեպքում եւ ինքը ինչու համար պետք է մի քիչ ավելի զգուշ լինի իր նաեւ արտաքին հարաբերությունների մեջ, հատկապես տվյալ դեպքում Ռուսաստանի մասն եմ խոսում։ Էլ չասեմ, որ Կանադան էլ գիտեք, այդ բոլոր բանակցությունները խզեց երեք, որովհետեւ կանադացիները մի հատ ռեկլամ էին դրել, որտեղ ինչ որ 87 թվականի ինչ որ հին բաներ, որտեղ պրեզիդենտ Ռոնալդ Ռեյգանը խոսում էր, թե տարիֆները ինչքան վատ են, ընդհանրապես ստեղծում են առևտրական ուրեմն պատերազմներ, որը ոչ մեկին չի օգտակար վերջանում, վերջին հաշվով բոլորը սկսում են ավելի թանկ գնել, վճարը եւ այլն։ Դա շատ ճղանացրեց Թրամփին եւ ինքը Ջղային այսպես այսին այդ ռեկլամը սարքողը Օնտարիո նահանգն էր, հա, այսպես ասենք Կենտակին որոշել էր մի հատ ռեկլամ դնել, կապ չունի կանադական կառավարության հետ, ֆեդերալ պետության հետ կապ չունի, բայց իրան հետ չէր դա կանում, դի Կանադայից էր դուրս եկել ուրեմն ամբողջ կանադացիների վրա ջղանացավ, ասած բանակցությունները ել չի ներու վերջ, ես գնացեք բրծավ։ Կանադացիները իհարկե դրանից շատ չեն հուզվում, որտեղ իրանք արդեն վազն են անցել Ամերիկայից, սկսել են Չինաստանի հետ առանձին հարաբերություններ ստեղծել, առևտրական կապեր ստեղծել, Չինաստանը շատ ուրախ է իհարկե դրա վրա, բայց կանադացիներն ասում են մենք ճար չունենք, եթե դու պիտի մեր շուկան այսպես փակես տարիֆներ դնես մեր վրա եւ նույնիսկ պատժամիջոցներ, որովհետեւ իբրև թե Կանադայից ֆենտանիլ է գալիս Ամերիկա։ Ես չգիտեմ ամբողջ Ամերիկա մտնող ֆենտանիլի 1% սկի չի գալիս Կանադայից, բայց ինչի որոշեց կանադացիների վրա այդ բանը հանելը դել արդեն ուրիշ հարց։ Սա մի խոսքով էս բոլորը Թրամփի ասենք բարդությունների մասն են պատմում, բայց իհարկե Ռուսաստանն էլ Իրանը ունի ինչպիսին օրինակ, ես էլ Թրամփին կարող եք շնորհակալ լինեք, որ վերջապես գիտեք, որ Եվրոպա նահանգին հրաժարվեց ռուսական գազից եւ համարյա ամբողջ նավթի ուրեմն ներմուծումներից իհարկե էլի գալիս է որոշ երկրներ որոշ ձևերով բայց հիմնականում ուրեմն 42% ռուսական նավթի առնում էր Չինաստանը 37% առնում է Հնդկաստանը ուրեմն շուռ եկավ եւ հիշում եք արդեն Հնդկաստանին ասում էր մի արդ թե չէ քեզ sense բաժան բաներ կանեմ տարիֆներ կդնեմ բան մոդին մի քիչ հոխորտած թե դու մեզ բաներ մի սովորացրու կամ հրամաններ մի տուր հետո շուռ եկավ ասաց որ դե լավ համաձայնենք բայց մի քիչ ամպերի եւ թուրքեր կոնե Իրանից առնենք մի տեղից պիտի առնենք այս կները Հիմա ինչ կատարվեց հայտարարեցին որ արդեն 50%-ով պակասեցրել են արդեն գնումները այս հնդիկների մասն եմ խոսում Չինաստանն էլ ապակասացրել, ինչու որովհետև Ռոսնեֆտի եւ Լուկոյլի վրա երկու ամենամեծ նավթարտադրողների եւ մշակող այդ կամպանիների վրա դրեց եւ նրանց, այսպես ասած, հետ կապված մյուս կամպանիների, որոնք նրանց ենթակա կամպանիներն ասենք, հա, դրանց վրա մոտ 37-34 հատ կամպանի կա մենակ Ռոսնեֆտին հետ կապված է նույնը Լուկոյլին ամենը դրանց բոլորի վրա եւ երկրորդական սանկցիաները նրանց բոլոր նրանց վրա որոնք
ինչ որ ձևով կապ կունենան այդ առևտրական գործարքների հետ, այսինքն օրինակ բանկերի վրա էլ բնականաբար ոչ ոք չի ուզում կռիվ սկսի ամերիկյան բանկային սիստեմի հետ կամ Treasury Department-ի հետ լավ չի վերջանում ընդհանրապես այդպես բաները եւ որոշեցին որ երկուսն էլ չէ մենք ռուսների համար չենք ուզում այս րոպեին անենք այս բանը եւ դա իհարկե մեծ հարված էր հիմա ռուսական բյուջեի վրա դա հսկայական ձևով ազդելու ոչ թե միայն որովհետեւ ընդհանուր նավթի գինն արդեն այնքան իշել է որ ռուսական նավթի ինքնարժեքից ավելի ցածր է Խաբար ամեն մի տոննան որ ինքը արտադրումը կամ ծախում Չինաստան, Հնդկաստան ինքը դրա վրա փող է կորցնում ոչ թե փող աշտանը դա պարզ բան է բայց պետք ու ճար չունի որտեղ նա նավթը արտադրելու եւ պահելու հնարավորությունը չունի ասենք ինչպես ամերիկան այնտեղ մեծ տեքսասում եւ անում տորգետնյա ասես քարայներ բաներ կամ որոնք լրիվ նավթ են այնտեղ ստրատեգիական ռեզերվն է այնտեղ լցված որ միլիոնավոր տոննաներով նավթ կա որ այնքան շատ կա որ ամերիկանի ֆորուսման նավթի գինը իջացնի սկսում է մի քիչ նեղից ծախել հա այդ հսկայական պաշարներ ունեն Ռուսաստանը այդպես բան չունի նա այդպես նավթը ոչ միտեղ չի կարող պահել այնպես էր սարկացինած մոտ որ արտադրվում էր խողովակներով եւ գնում էր էքսպորտի հիմա եթե կանգնացնում ես էքսպորտ չես ուղարկում դու տեղ չունես պահելու նավթը չես կարող արտադրել եւ նավթը հորել չես կարող փակել փակելուց հետո չես կարող բացել այսինքն կարող ես փակել վերևը չոր բետոն լցնես որ չժայթքի ասենք չի ժայթքում իրաց մոտ պետք է պոմպով հանես իհարկե այս բան չի Սաուդի Արաբիա չի իրենց բայց ամենանևս խոսքով սկայական սա հարված էր իրենց համար որը եւ բյուջետային իմաստով եւ ապագա նավթի առևտրի իմաստով եւ այլն այսպես մեծ պանիկա ստեղծեց ջղայնություն այնտեղ նորից Մեդվեդևին քշեցին դուրս գա ինչ որ մեծ-մեծելի բաներ խոսած եւ հայտարարեց որ սա արդեն պատերազմի հայտարարություն էր սա Այսինքն միջև այսքան ժամանակ կռվում են 4 տարի է։ Ես ինչ իմանամ, տարբեր հրթիռներ են ստանում F-16-ները եթե դա պատերազմ է, չգիտեմ ինչները դա պատերազմ է, Հայմարսները եթե դա պատերազմ է, ինչա հիմա էլ հասանք նրան, որ եթե այս Ռոզնեֆտին ու Լուկոյլին որ կպակ, սա արդեն պատերազմի հայտարարություն է։ Որովհետև իրանք երբեք պատերազմ չեն հայտարարում, չնայած իրանք են կռվողը, բայց եթե մի բան պատասխանում ես, դա արդեն sense մի խոսքով ոչ ոք արդեն Մեդվեդևին շատ բան չի անում, բայց համենայն դեպս ինքը official դեմք է, չէ, հենց այնպես չէ։ Այդ էլ այդպես եւ ինչ հետևանք եղավ, իհարկե, որ միջև այս հունգարական բանակցությունների միջև cancellation-ը ասենք, Թրամփի վրա շատ սիրարված ձևով էին խոսում, այսինքն Թրամփին արդեն խոսում էին մեր փղիկը, ինչ է փղիկը, որն է փիղը դե հանրապետական կուսակցության սիմվոլն է, հա, դեմոկրատների նշը, Իրան ոնց որ մեր լավ ռեփաբլիկանն է, մեր փղիկն է եւ այլն բան։ Հենց ասենց եղավ այս Լուկոյլի բանի պատմությունից, Ռոզնեֆտի միանգամից ինքը նորից դարձավ աչքի փուշ, սկսեցին ասել, որ իր վրա ճնշումներ են դնում այդ հին Peace Republican-ները դրանք բոլորովին էլ ինքը միգուցե չէր ուզում լրիվ վառեն իրենց կամորջները, բայց ինչ արեցին ուրեմն ուղարկեցին իսկույն Դմիտրիևին Վաշինգտոն հանդիպելու ուրեմն այստեղ եւ Ռուբիոյի հետ եւ Վիտկոֆի հետ իրանք ճշտում են որ Վիտկոֆն պետք է մասնակցի որտեւ այդ կեսուղը իրանց համար շատ ձեռ է տալիս որտեւ ինչ ասում են ինքս այդ բաց բերանով հիացած լսում է Հիշում եք որ Թրամփի պորտրետն էին նկարել ինչ որ այսպես են որ իր վրա կրակել էր մեկը եւ Վիտկոֆը շատ ուրախ այդ նկարը առավ եկավ շենց հպարտ կարծելով որ ինքը մեծ գործ է արել այդ դրա համար այ մի խոսքով Վիտկոֆին էլ վերադարձավ Իսրայելից դրան ուզում մասնակցի բայց իր բանը երբ որ լսեի կեսօր իր ինտերվյուն ուրեմն CNN-ի վրա այնպես քաղցր ձևով էր ներկայացնում որ չէ այդ մենք չենք որ մանկապարտեզ ենք խփել երեք ինչ որ երեխաներ ենք սպանել դա երբեք դες չի լինում դա մենք միայն դա սուտ ռոպագանդա է մենք եկել ենք շարունակելու ամրապնդելու մեր կապերը եւ այլն մի խոսքով իրանք հասկացան որ լավ չի վիճակը եւ պետք է շատ նորից մի քիչ կակել մի քիչ ավելի նորից մեկին ուղարկել որ կարքին անգլերեն է խոսում եւ Ամերիկայում է սովորել Ստանֆորդը վերջացրել այդ մարդը եւ այլն
եւ մի քիչ սիրտը շահեն եւ ավելի այսպես ասած նուրբ ձևով էս բոլոր բաները դրվեն տեսնենք ինչ դուրս կգա դեռ բարձ չի հանդիպումների արդյունքը ինչ կլինի կհետևենք իմանանք ասենք բայց ամենադեպս էս ավիճակը շատ մանրամասնությունների մեջ իմաստ չունի մտնելը միջև հաջորդ հանդիպում PV Talks բաժանորդագրվեք